Բարի օր, սիրելի բարեկամ։ Երբևէ զգացել եք, որ հավատքը երբեմն դժվար է պահել, երբ աշխարհը քեզ չի հասկանում, երբ նույնիսկ ամենամոտ մարդիկ տարակուսանքով հեռանում են քեզանից, այդ ժամանակ փորձվում է ոչ թե ուժը, այլ քո հավատարմությունը։ Այսօրվա ավետարանական հատվածը ասում է, որ իրական հավատքը փայլում է ամենադժվար փորձության ժամանակ։ Ձեզ էլ դատարաններ կհանձնեն և ժողովարաններում ծենծի կենթարկվեք։ Իմ պատճառով կառավարիչների ու թագավորների առաջ կկանգնեք վկայություն տալու նրանց և բոլոր հեթանոսներին, բայց նախ պետք է ավետարանը քարոզվի։ Եվ երբ ձեզ տանեն դատարան հանձնելու, նախապես մի մտահոգվեք և մի մտածեք, թե ինչ պիտի խոսեք, այլ ինչ որ այդ ժամին ձեզ տրվի, այդ խոսեք, որովհետև դուք չէ, որ պիտի խոսեք, այլ Սուրբ Հոգին։ Եղբայրն իր եղբոր մահվան կմատնի, և հայրը որդուն, զավակները ծնողների դեմ կելնեն ու կսպանեն նրանց, և բոլորը ձեզ կատեն իմ անվան պատճառով, բայց ով որ մինչև վերջ համբերի, նա կփրկվի։ Ամեն։ Ավետարանական այս խոսքերը առաջին հայացքից մեզ վախեցնում են։ Հիսուս խոսում է հալածանքների, չհասկացված լինելու, մերժումների մասին, բայց հենց այստեղ է երևում ամենամեծ խոստումը. ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի։ Գիտես, Քրիստոս չի խոստանում մեզ հեշտ ճանապարհ։ Քրիստոս խոստանում է միշտ մեր կողքին լինել, երբ քանդվում է ամեն ինչ, երբ հավատքը դժվար է պահել, հենց այստեղ է երևում իրական, թե ով է Աստծուն պատկանում։ Քրիստոս ասեց, չվախենաք ինչ պիտի խոսեք, Սուրբ Հոգին կխոսի ձեր միջոցով։ Եթե հավատքով ապրենք, մեր լռությունը նույնիսկ կդառնա ամենամեծ ու ամենաբովանդակյալի քարոզը։ Երբ քեզ որևէ մեկը չի հասկանում, մի վախեցիր, Քրիստոս էլ է անցել այդ նույն ճանապարհով, նրան էլ ոչ մեկ չէր հասկանում, և հենց այդ ճանապարհով եկավ փրկությունը։ Այսօրվա պատգամը շատ պարզ է, բայց խորը իմաստ ունի։ Երբ դժվար է հավատքը պահել, հենց դա է իսկական հավատքը։ Երբ քեզ չեն հասկանում, դու Քրիստոսի ճանապարհին ես, երբ համբերում ես առանց դառնալու, Աստծո փրկությունն է գործում քո մեջ։ Այսօր թող դժվարությունը քեզ հիշեցնի ոչ թե պարտության մասին, այլ վկայության մասին։ Հիշիր, քո հավատարմությունը կարող է քո ընկերոջ համար լինել ուժի աղբյուր։ Աստված ոչ թե փնտրում է ուժեղներին, այլ զորացնում է համբերողներին։ Արդ, համբերիր, վկայիր, ամուր պահիր հավատքիդ բոցը, մի կորցրու այն, որովհետև խոստումը միշտ նույնն է. ով համբերի մինչև վերջ, նա կփրկվի։ Օրհնյալ օր քեզ։